ալո։ Բարի երեկո ձեզ, պարոն Համբարյան։ Բարև ձեզ։ Հուսով եմ լավ եք, Գարանեն է ձեզ նորից անհանգստացնում, Զարգարյան։ Ճանաչեցի, ոչինչ, շնորհակալություն։ Պարոն Համբարյան, եթե դեմ չեք, մենք մեր ավանդույթը չխախտենք եւ փորձենք անցնող շաբաթվա իրադարձությունները միասին վերլուծել։ Ձեր մեկնաբանություններին սպասում է մեր լսարանը։ Եթե ձեզ հարմար է, սկսենք զրույցը։ Խնդրեմ։ Պարոն Համբարյան, նախ այն մասին, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով։ Արգելվել է վեհափառ հայրապետի ելքը Հայաստանից եւ փորձ է արվում ձախողել Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսատ ժողովը։ Ձեր կարծիքով ինչու հենց այս օրերին, ինչու հենց հիմա տեղի ունեցան այս իրադարձությունները եւ արդյոք այս կատարվածը բացահայտում է իշխանությունների վերջնական մտադրությունները, այն է մեկուսացնել ազգային եկեղեցին, նաեւ խզել կապը աշխարհասփյուր հայության հետ եւ կհաջողի արդյոք իշխանությանը հասնելու այս չարամիտ մտադրություններին։ Չէ, Նիկոլան Հողը, սկսենք ձեր հարցի վերջին մասից, ինքը ոչ թե փորձում է խարխլել հայ առաքելական Սուրբ եկեղեցու հիմքերը, ինքը փորձում է քանդել հայ առաքելական Սուրբ եկեղեցին եւ հայ առաքելական Սուրբ եկեղեցու ուրեմն այսպես ասած բրենդի տակ բացել իր աղանդավորական, իր կողմից վերահսկվող մարիոնետային ինչ որ եկեղեցի։ Ես բազմից եմ ասել, հիմա էլ ասում եմ, կրկնում եմ, որ Նիկոլան Հողը ինքը աղանդավոր է։ Բազմաթիվ ապացույցներ դրա վերաբերյալ կան եւ ամենակարևորը այն է, որ իշխանության գալուց հետո ինքը շարունակում էր իր Facebook-յան էջով տարածել կյանքի խոսք բողոքական եկեղեցու կամ աղանդի քարոզիչ Վահե Պետրոսյանի նյութերը խորհուրդ տալով իր Facebook-յան էջի հետևորդներին կարդալ կամ լսել։ Էլ չասեմ, որ ասենք 2024 թվականի սեպտեմբերի վերջին մասնակցելով միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի նիստին մեջ բերումներ արեց ՄԱԿ-ի ամբիոնից Սուրբ գրքից, որը բացարձակ չէր համապատասխանում հայ առաքելական Սուրբ եկեղեցու կողմից Աստվածաշնչի թարգմանությանը։ Ստուգաբանելով պարզվեց, որ դա նույն կյանքի խոսք կամ Եհովայի վկաներ կազմակերպության կողմից եւ այլ աղանդավորական եկեղեցիների կողմից ընդունված թարգմանության ձևն է։ Դե էլ չասեմ, որ նրա դուստրերը կոնկրետ, որոնք բացարձակ չեն թաքցնում իրենց կապը նույն կյանքի խոսքի հետ, բազմիցս երևացել են այդ աղանդի ներկայացուցիչների հետ տարբեր տեսանյութերում եւ տարբեր վայրերում։ Ու այս մարդը փորձում է իրեն ներկայացնել որպես հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ, դա սուտ է։ Բացի նրանից, որ ինքը դրսից պատվերներ ունի հայ առաքելական Սուրբ եկեղեցին քանդելու եւ այդ պատվերները գալիս են Բաքվից եւ Անկարայից։ Էլ չասեմ, որ այդ ամեն ինչի հովանավորը նաեւ Հռոմի պապն է։ Այլ նաեւ պետք է նշեմ, որ ինքը անձամբ էլ ատելություն ունի հայ առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ եւ ինքը հենց այդ սկզբունքով էլ շարժվում է։ Իդեպ մի փոքր շեղելով մեր հարցազրույցից նշեմ, որ վերջին շրջանում անընդհատ լսում են ինչ-որ զառանցանքներ, թե բա եկեղեցին դա ժողովուրդն է։ Իդեպ նշեմ, որ այդ զառանցանքը ամբողջությամբ համապատասխանում է բողոքական աղանդավորական եկեղեցիների կարգախոսին եւ նրանց կողմից վարվող քաղաքականությունը հենց դա է։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցին ժողովրդինը չէ, հայ առաքելական Սուրբ եկեղեցին Հիսուս Քրիստոսինն է։ Եթե որևէ մեկը համարում է, որ հայ առաքելական եկեղեցին իրենն է, որպես ժողովրդի ներկայացուցիչ, ինքը գլուխը քարին է տվել, երեսն է պատին է տվել։ Դա ամբողջությամբ աղանդավորական։ Այսինքն միտումնավոր են այդ թեզերը շրջանառության մեջ դրվում։ Դա ոչ մեկ ոչինչ պատահական չէ, արգելի կայան է։ Ոչ մի բան, այդ նույն ժողովրդահաջո հագա ասելով ես նկատում եմ հայ առաքելական եկեղեցին աղանդավորական զառանցանքները, որ մտնում են այս կիսագրագետ ժողովրդի ուղեղը, թե բա ժողովուրդն է դա եկեղեցին, գլուխը քարին է տվել։ Մեր հայ առաքելական Սուրբ եկեղեցին դա Հիսուս Քրիստոսինն է։ Իսկ եթե ինչ-որ ժողովրդի ներկայացուցիչ գտնում է, որ ինքը ինչ-որ եկեղեցու տեր է,
Այդպիսի եկեղեցիներ բազմաթիվ կան, թող գնան այդ եկեղեցիների մեջ իրանք գտնեն։ Հայաստանում է կան ավետարանական, ավետարանչական, բապտիստական, Եհովայի վկաներ, կյանքի խոսք, այնտեղ Երևանի ավագանի ու մի հատ կին կար, որ անընդհատ շպրտված էր բանի հետ, Նիկոլի հետ Հովանավանքում, չգիտես ինչ եկեղեցի կրկին փողոքական, թող գնան այդտեղ, իրանք իրավունք չունեն կպնել մեր հայ առաքելական սուրբ եկեղեցուն։ Այո։ Այս մեկ, երկրորդը, անցնենք ձեր հարցին, կապված կաթողիկոսի դեմ սանձազերծված, ուրեմն քրեական գործին։ Ասում են բարենորոգում են եկեղեցին, պարոն Համբանյան։ Այդ հարցին ես հետո պատասխանեմ, էլի դուք մի հատ հարց եք տալիս, պահանջում եմ մի 10-15 րոպեանոց պատասխանեք, ես պատասխանեմ կոնկրետ Նիկոլի Գրբանային դատախազության եւ Աննա Վարդապետյանի կողմից հագասահմանադրական այս քայլերին, հետո նոր անցնենք մենք մյուս հարցերին։ Շատ բարի։ Ինչ վերաբերվում է Նիկոլ Անհողի Գրբանային դատախազության այս սանձազերծած խայդարակությանը, ապա նշեմ, որ մենք բոլորս էլ սպասում ենք։ Նախ ամենաառաջինը նշենք, որ անոնսը ինքը տվեց մեկ օր առաջ ԿՊ-ի գրասենյակում անդրադառնալով եպիսկոպոսատ ժողովին, այսինքն ինքը այդ ժամանակ արդեն սպառնաց եւ բոլորիս մոտ էլ հենց այն կարծիքը ստեղծվեց եւ տպավորությունը, որ ինքը ամեն ինչ անելու է, որպեսզի կաթողիկոսին գերի վերցնի, ինքը կաթողիկոսին գերի է վերցրել, չի բանդարգել տեր, բայց գերի է վերցրել, այո, դրա գլխավոր նպատակը ուրեմն ձախողել եպիսկոպոսատ ժողովը։ Եվ դա պատահական չէ, որովհետև եպիսկոպոսատ ժողովի ժամանակ ամբողջությամբ կբացահայտվեր Նիկոլային բոլոր կեղծ թեզերը, թե իբր թե ինքը եկեղեցու դեմ չէ, այլ միայն կաթողիկոսի դեմ է։ Հասկացաք, չէ՞, այսինքն եթե եպիսկոպոսատ ժողովի ժամանակ մեր գործող այս պահի դրությամբ դե յուրե 53 եպիսկոպոսների պարզ մեծամասնությունը ընդուներ որոշումներ, որոնք եւ 100% համոզված եմ, որ այդ որոշումը կընդունվեր, որոնք չէին համապատասխանում աղանդավոր Նիկոլ Անհողի ուրեմն քիմքին եւ ցանկություններին, ապա դրանով վերջնականապես կպայթեր այն փուչիկը, որ Նիկոլը դեմ չէ եկեղեցուն, ինքը դեմ է ընդամենը կաթողիկոսին եւ մի քանի ինչպես իրենք են արտահայտվում Պոռնգապարո եւ Դավաճան ԿԳԲ-ի գործակալ եպիսկոպոսների։ Այո։ Այնինչ իրականում բազմաթիվ են փաստերը, որ Նիկոլ Անհողը դեմ է հենց հայ առաքելական սուրբ եկեղեցուն։ Լավ, հարգելի հայրենի, կողմ եք թողնում այն, որ ես ընդդիմադիր եմ։ Հարց. եթե Նիկոլ Անհողը դեմ է կաթողիկոսին, ինչ կապ ուներ դպրոցներից եկեղեցու պատմություն առարգան հանել։ Ինչ կապ ուներ դա։ Ինչ կապ ուներ, ասենք, շողակաթ հեռուստաընկերությանը զրկել եթերից։ Գոսեւ ինչ կապ ուներ այդ նույն շողակաթ հեռուստաընկերությունը 2025 թվականի դեկտեմբերի 31-ին ամանորից 15 րոպե առաջ հեռարձակեց Նիկոլ Անհողի ամանորյա հագայեկեղեցական հագապետական ելույթ։ Ինչ կապ ուներ, ասենք շողակաթ հեռուստաընկերությունը կամ մեր սուրբ եկեղեցու պատմությունը դպրոցներում դասավանդել է, ինչ կապ ունի բանի հետ, կաթողիկոսի հետ։ Գնդերեցների գունդը, քանդելը, որի ստեղծողը եղել է Վազգեն Սարգսյան, իսկ հրամանել ստորագրել է Դավաճան Հուդա Կջոյան Սամվելիկը, ինչ կապ ուներ կաթողիկոսի հետ։ Ինչ կապ ունի, ասենք, Մակի ամբյոնից ընթերցել սուրբ գրքից մի հատված, որը չի համապատասխանում հայ առաքելական սուրբ եկեղեցու թարգմանության հետ։ Թող մեզ ընդունված ուրեմն թարգմանությունը արտաբերեր Նիկոլը։ Սա էլ է դիտարկում միջազգային պատվերի շրջանակներում։ Բոլորը ապացուցում են, որ Նիկոլը ոչ թե դեմ է կաթողիկոսին, այլ դեմ է հենց եկեղեցուն։ Եթե նույնիսկ մեր կաթողիկոսը լիներ սրտերից սուրբը, Նիկոլ Անհողը օրինակ կհնարեր, որ օրինակ կաթողիկոսի մազերը սպիտակել են։ Ինչ որ մի պատճառ չէ, ինքը օդից ինչ որ հիմարություններ կհնարեր եւ առաջ կտաներ այդ թեզը։ Լավ, ես հարց եմ տալիս, եպիսկոպոսատ ժողովը ինչ կապ ունի կաթողիկոսական աթոռը Հայաստանից դուրս բերելու հետ։ Մի հատ ինձ կբացատրեք։
Դե ուզում ենք ազգովի հասկանալ, թե իրականում ինչ կապ ունի։ Չէ, Նիկոլին հասկանալ պետք չէ։ Նիկոլը հասկանում եք հիմա ինքը այս 8 տարիների ընթացքում այնքան է լքիացել, այնքան է արդեն ձեռք առել, այնքան է ծաղրել, այնքան բարի բուն իմաստով հիմար ստեր է ասել այս ժողովրդին, ու այս ժողովուրդն էլ առանց ամոթի այդ ամեն ինչը կերել ու այդ խայծը կերել ու ամոթ չի զգացել ու չի պատեպատ տվել Նիկոլին հեղափոխությունների տեսքով, որ Նիկոլը հիմա իրեն չի տանջում, որ ավելի խելքին մոտ սուտ հնարի, ավելի որակյալ սուտ հնարի, հասկանում եք, մարդ եկել ասում է իմ տեղեկություններով, քեզ ով է տեղեկությունը ասել, մենք էլ պետք է նստենք այս տոտալ ստերից ու կեղծիքներից մանիպուլյացիաներից հետո այդ մարդու ապուշություններին պետք է հավատալ կամ լավ դուք ինչպես եք պատկերացնում Էջմիածնի գանձեր ինչպես պետք է դուրս բերեն ասեք Գրիգոր Լուսավորչի աչը օրինակ ինչպես են դուրս բերել ուր են մտցնելու այդ հոգևորականները այդ աչը դուրս տանեն եթե ինչ որ մեկը հայ առաքելական սուրբ եկեղեցու ուրեմն հարստությունը դուրս տանի Էջմիածնից, ուրեմն դա ամբողջությամբ Նիկոլի մեղքն է, որովհետև մեր եկեղեցականները, մեր հոգևորականները չեն օգտվում դիվանագիտական անձեռնմխելիությամբ, որ իրենց սահմանապանները չմոտենան կամ աղացականները հատուկ չմոտենան ու չստուգեն իրենց ուզած ձևով։ Այս ինչ հիմարություններ է, այս ինչ ապուշություններ է, ասենք եպիսկոպոսատ ժողովները դրսում անցկացնելը, սա նորություն չի, ոչ էլ Գարեգին երկրորդի հնարածն է։ Այսինքն իշխանությունները սարսափած են եպիսկոպոսատ ժողովից եւ դրանով է պայմանավորված Այո, եպիսկոպոսատ ժողովը դա հայ առաքելական սուրբ եկեղեցու, այսպես ասած, բարձրագույն օրենսդիր մարմինն է։ Եվ մեխանիկորեն այդ ժողովին տունած բոլոր որոշումները կարող են շատ մեծ խնդիրներ ստեղծել գործող իշխանությունների համար, որովհետև Նիկոլը անընդհատ փորձում է ներկայացնել, որ ինքը կոնկրետ դեմ է կաթողիկոսին, բայց եպիսկոպոսատ ժողովը եթե որոշում ընդունի, որ ինքը կողմ է կաթողիկոսին, մեխանիկորեն այդ որոշումը ամբողջությամբ Նիկոլին դեմ է դուրս գալու։ Եվ իր 10 տիրադավները հլեն մեկը ընդհանրապես դուրս շպրտվեց եկեղեցուց, այն Արմանչիկը ինչ օրնգապարո Արմանչիկը։ Իդեպ հիմա դրան հատուկ եմ անդրադառնալու։ Ասենք արդեն 9 են մնացել դեռ ուրեմն եկեղեցական հոգևոր 10-ին պատկանող մարդիկ, բայց ամեն դեպքում հասկանում եք, սա խնդիր է ստեղծում Նիկոլին եւ Նիկոլը որոշեց տարբեր ստերի այդ կաթողիկոսական աթոռը դուրս տանելու, Էջմիածնի հարստությունը դուրս տանելու, մոտ է ամոթ սա ընդհանրապես անամոթության գագաթնակետն է, սա սրբություն չունի, կարմիր գծեր չունի, իր գեղցի հիմար ալով փորձում է բոլորին վիրավորել, բոլորին պիտակավորել ու առիթից օգտվելով, որ իրեն ուրեմն տագն են պարգել բարի բուն իմաստով իրավապահ համակարգի բազմաթիվ ներկայացուցիչներ, ովքեր կատարում են իր անպատվաբեր եւ խուլիգան, հագապետական, սահմանադրական կարգը տապալող որոշումները, դրանց միջոցով փորձում է ուրեմն մարդկանց սպառնալ ու վախեցնել։ Ասենք ինձ հետաքրքիր է էլի Աննա Վարդապետյանը, ընդհանրապես այդ աղջիկը հավատք ունի եւ ընդհանրապես հայ առաքելական սուրբ եկեղեցու հետևորդ է, ասենք ինքը դատախազի պաշտոն է զբաղեցնում գլխավոր, ասենք ինքը չի կարտացել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 17-րդ հոդվածը, որտեղ պարզ, շատ պարզ։ Վստահ եմ ծանոթ կլինի, պարոն Համբարյան։ Իրավաբանական այդ վայրի վերումների եւ տրվողյուն ուրեմն բացատրությունների գրված է, որ եկեղեցին անջատ է պետությունից։ Լավ, ինձ հետաքրքիր է էլի այդ դատավորը, որ նաև այդ ԲԴԽ կոչվող այդ եսի ինչի անդամ է, ես այդտեղ նույնիսկ ամոթել եմ դրանց մեծ մասին դատավոր անվանել։ Ասենք դատավոր է Արմավիրի մարզում կներեք, ասենք որոշում են թունում հայցի ապահովման միջոց, լավ, այդ նույն դատավորը չի հասկանում, որ ինքը ակտիվորեն մասնակցում է սահմանադրական կարգի տապալման գործընթացին, ինչ գործ ունի ինքը ընդհանրապես հասկանում է հոգևորականների մեջ գոյություն ունեցող հարաբերություններից, ինքը ընդհանրապես գիտի, որ
հայ առաքելական Սուրբ եկեղեցու ամենակարևոր դրսևորումներից մեկը հոգևորականների կողմից դա վերադասի նկատմամբ հնազանդություն դրսևորելն է։ Այսինքն մենք գործ ունենք մեռնող արդարադատության հետ։ Չէ, մենք ոչ միայն մեռնող արտարադատության գործ ունենք, մենք սանձարձակ եւ տգետ արտարադատության հետ գործ ունենք։ Եթե այդ դատավորը մի փոքր պատկերացում ունենար հայ առաքելական Սուրբ եկեղեցուց, որը 1700 տարուց ավել պատմություն ունի, ինքը հիմա այսպիսի ծիծաղելի վիճակում չէր հայտնվի։ Ընդհանրապես ինքը հասկանում է, որ ինքը բացարձակ կապ չունի հոգևորականին կարգալույց անելու, որոշումը չեղարկելու կամ ընդունելու հետ, սա չի վերաբերվում այդ Արմավիրի մարզի դատավորին, սա վերաբերվում է դատավորին, ովքեր այն երկու դավաճաններին Հովանավանքի եւ Խանինի եկեղեցու հետ նախկին հոգևորականների հայցերն են ընդունել որպես վարույց։ Լավ, սրանք ամոթ ունեն, սրանք ընդհանրապես հասկանում են, թե իրաք ինչերի մեջ են ներգրավել։ Ընդհանրապես ես շատ կողմ եմ այն մտքին, որ եթե Հայաստանի Հանրապետությունը բրգվի եւ շարունակի իր գոյություն ունենալը, այս մասային, այս դատավորներ, դատախազներ, քննիչներ, ովքեր տրգամտորեն ծառայում են գործող իշխանությունների անօրինականությունները հլու հնազանդ կատարելու մեջ, պետք է շատ խիստ պատժել, ոչ թե պատժել, ես նկատում եմ, ծեծել եւ այլ, իրավականորեն։ Նկատի ունեք օրենքի դաշտում։ Նրանք իրենց կյանքի մեծ մասը պետք է անցկացնեն բանդերում, որովհետեւ սահմանադրական կարգի տապալման ակտիվ մասնակիցներ են։ Պարոն Համբարյան, ես սովորական դասախոս եմ, հարգելի կայան է։ Եթե որևէ մեկը ինձ ասի, որ այս ինչ ուսանողին պետք է ցածր տնես, այն ինչ ուսանողին պետք է բարձր տնես, եւ դա վերևից է հրանգավորված, վարգենապես այդ թուղթն է, գրիչն է կշպրտեմ երեսներին։ Ես լավ տեղակ եմ, որ ձեր դեպքում նման բան ուղղակի անհնար է։ Ես մենակ ես եմ, ինձ շատ մարդ կան էլի մարդիկ, բայց ձեր մասով ես էլ եմ փաստում եւ հայտարարում։ Շնորհակալություն, բայց ասենք այդ մի քանի $1000 աշխատավարձն ու պարգևավճարը արժեն այն անեցքի տակ մտնել։ Ստացվում է, որ արժեն, պարոն Համբարյան։ Իրենց համար ստացվում է, այո։ Հասկանում է, որ ինքն ու իր դատախազը, որը գնացել էր այցելության կաթողիկոսին, ուրեմն հարցաքննելու համար, մեխանիկորեն անեցքի տակ են մտնելու։ Ես երեք գրել եմ, Վարդապետյան Աննան շատ երկար է ապրելու։ Ինքը այնքան երկար է ապրելու, որպեսզի իր ընտանիքի անդամների բոլորի ողբերգությունը։ Դուք մտածում եք եկեղեցու դեմ դուրս գալը այդքան հեշտ է։ Այդքան հեշտ են իրանք մարսելու։ Գարիկին երկրորդը ես զարմացա այնքան մեծ հոգի ունի, որ իրեն հարցաքննության եկած դատախազին օրհնել է նրան եւ նրա ընտանիքին։ Ու դա ամոթ չունի այդ, ես չգիտեմ տղամարդ է, կին է, ով է գնացել կաթողիկոսին քննելու, թե դա ՀԿ-ի որոշումը չեք կատարել։ Պարոն Համբարյան, կաթողիկոսի լռությունը, այս խորհրդավոր լռությունը ինչի մասին է վկայում։ Շատ ճիշտ է անում, շատ ճիշտ է անում կաթողիկոսը։ Բացատրեք ինչու։ Կաթողիկոսը պետք է իջնի Նիկոլի Մագարտակին ու ասի, վայ չէ, գիտեք, ես չեմ տանելու կաթողիկոսարանը Հայաստանից դուրս, կաթողիկոսությունը Հայաստանից դուրս կներեք, ես չեմ հայ առաքելական Սուրբ եկեղեցու գանձերը չեմ դուրս տանելու։ Ռուսը մի հատ շատ հիանալի բան ունի, խոսք ունի, «Не спорь с дураком, он тебя опустит на свой уровень и добьет профессионализмом», թարգմանեմ հայերեն։ Նիկ վիճեք խեղկատագի կամ տգետի հետ ինքը կիջեցնի ձեզ իր մագարտագին եւ կհաղթի իր պրոֆեսիոնալիզմով։ Նիկոլի հիստերիան կապված կաթողիկոսի պահվածքի հետ հենց սրանով է պայմանավորված, որ վեհափարը իրեն թույլ չի տալիս իջնելու իր մագարտագին։ Հասկանում եք։ Բայց նաև վտանգ կա վեհափարի շուրջը ընթացող զարգացումների առումով, որ Աստված մի արասցե
ի վերջո չզնդանեն նույն վեհապար հայրապետին։ Թող զնդանեն վեհապար հայրապետը իր հոգևոր եղբայրերի միջոցով երեք տարածեց տեղեկություն, որ ինքը վեհապար կլինի նաև զնդանում, ինչպես նաև իր կյանքը կզոհի, բայց երբեք հայ առաքելական Սուրբ եկեղեցու հոգևոր հովվի, գլխավոր հովվի պաշտոնը չի զիջի Նիկոլի։ Պարոն Համբարյան, այո, շարունակեք։ Իսկ վեհապարի վարքագիծը շատ ընդունելի է։ Եթե որևէ մեկը մտածում է, որ վեհապարը պետք է ուրեմն ինչ որ կոչերով շատ արագ հանդես գա եւ այլն, չարաչար սխալվում է, չեմ ուզում մանրամասնել շատ բաներ, բայց այդտեղ էլ կա խնդիր, այդ դույ կոչերի պահով։ Այսինքն չերևացող նաև ականներ եք տեսնում այստեղ։ Իհարկե, ոչ թե ականներ են, ատոմային ռումբեր են դրված, որովհետև եթե այդ կոչերով դու հանդես գաս ու խնդիրներ առաջանան, դու ինքդ քեզ կպայթեցնես, որը բացարձակ պետք չէ։ Բացարձակ ոչ վեհապարին է պետք, առավել եւս ոչ էլ հայ առաքելական Սուրբ եկեղեցուն է պետք։ Այն մարտավարությունը, որը վարում է վեհապարը այս պայտրությամբ Նիկոլի դեմ, շատ նորմալ է։ Դրա համար է Նիկոլը հայտնվում է այսպիսի ծիծաղելի իրավիճակներում, երբ որ ասենք արդեն որերորդ անգամ գնում է Հովանավանք, պատվիրված շաբաթ շոուների։ Դե չմոռանանք նաև հիմնական թեզը, մեխը, որ ասում են բարենորոգում են հայ առաքելական եկեղեցին, նաև դրա մասին մենք խոսենք, ումով են բարենորոգում, որ կադրերով, որ հոգևորականներով։ Ուրեմն Նիկոլ անհողը մենք բոլորս էլ շատ լավ գիտենք, որ 2018 թվականի ամռանը հագաեկեղեցական ելույթների հետևում էլի կանգնած եղել ինքը, այնպես չէ որ ինքը չէր։ Իր ոստիկանության դաբրոյով էր այդ խուլիգանախումբը լցվել վեհարան, իր ոստիկանության դաբրոյով էր այդ խուլիգանախումբը հարձակվում կաթողիկոսի վրա, քաշքշում, որովհետև ինքն էր դա թույլ տվել, կաթողիկոսին զրկելով Թիգնազորից, զրկելով վեհարանը պաշտպանելու այդ բոլոր ուրեմն հնարավորություններից։ Հետո ինքը ինչ որ փոշմանեց, ինչ որ խնդիրներ առաջացան, ինքը հետ կանգնեց, բայց իհարկե որպես աղանդավոր, հատկապես էլ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո պարտված թուրքի կոշիկ լիզող, ինքը չի կարող իր դրսի պատվիրատուներին եւ իր հոգու կանչը չիրականացնել։ Եվ մեխանիկորեն ուրեմն ինքը սկսեց ուրեմն նոր հարցակումներ գործել, դա անվանելով բարենորոգում, չէ՞, ինչպես ասեցի, բարենորոգումներ է ինքը անում եկեղեցում եւ ի զարմանս մեզ այդ բարենորոգումներ անողները շատ դեպքերում դեռ 2018 թվականի ամռանը Նիկոլի հագաեկեղեցական շարժման անդամների կողմից օրնգա բարո տիտղոսը ստացած որոշ հոգևորականներ էին, օրինակ Արման Սարոյան, Մասացոտնի թեմի նախկին հոգևոր հովիվը, նույն հագաեկեղեցականների կողմից, անունները չեմ տալիս, բոլոր դեր շատ լավ գիտեք, 18 թվականի ամռան տեսանյութերը, երբ որ նրան բացահայտ մեղադրում էին հոգևորականներից մեկի կնոջ հետ սեռական հարաբերություններ ունենալու եւ նրա ընտանիքը քանդելու մեջ։ Այս անգամ այդ ուրեմն ձայնագրությունը արդեն հրապարակվեց Telegram-յան Պոլոլա ալիքի կողմից։ Telegram-յան ալիքով, այո։ Այո, ես ինքս ուրեմն ձայնագրել եմ եւ տեղադրել եմ իմ էջում։ Այո, տալով Պոլոլային։ Այո։ Այդ մեկ, երկրորդը կա բլոգեր Միկա Բադալյան։ Այո։ Միկա Բադալյանը վերջին շրջանում երկու գրառում է նվիրել Արմանչիկ Սարոյանին, նրան հիշեցնելով 2017 թվականի ամռանը, որքան հիշում եմ օգոստոս ամիսներ նշվում, Մոսկվայում ինչ որ մի հատ աղջկա հետ կապի մասին, որը ինչպես նշում է Միկա Բադալյանը, Արմանից փոքր է եղել կրկնակի, այսինքն եթե Արմանը ամուսնացած լիներ, ապա այդ աղջկա տարիքին երեխա կունենար, դրա հետ կապի մասին Մարինե իդեպ այդ աղջկա անունը։
որի հետ ինչքան հասկանում եմ, սրանք վթարի են ենթարկվել եւ Արման Սարոյանը շատ ծանր խնդիրներ է ունեցել առողջական եւ վեհապարը նրան ուղարկել է Գերմանիա բուժման։ Այսինքն Նիկոլան Հողը այսօրվա դրությամբ որպես ռուբր հիմնականում էս ուրեմն տխմար տխրահարչագին են ուղարկում հերոստանգերություններ հարցազրույցներ տալու ու այս անամոթը օգտվելով հանրության զգալի մասի անկրագիտությունից ես օրինակ չեմ կարծում որ ինքը չգիտի թե ինքը ինչեր է խապում հերոստանգերություններով հարցազրույցների ժամանակ դիտավորյալ մանիպուլյացնում եւ հիմարի տեղ է տնում հանրության զգալի մասին օրինակ տեսել եք վերջերս այս Արարածը հայտարարում էր, որ Ռուսաստանի թեմի առաջնորդ եզրափիսկոպոսը ինչ որ թեմերից մեկի վերաբերյալ բան է արել, ինչ որ թե բանում այդ համապատասխան պետական ռեգիստրում գրանցել է որպես հայ առաքելական ուղղափառ եկեղեցի։ Հարգելի Գայանե, մեր եկեղեցին ուղղափառ է, այո։ Մենք արևելյան հնագույն ուղղափառ եկեղեցիների շարքի մեջ ենք մտնում։ Ինչի մասին տեղյակ չի եղել կարկառուն հոգևորականը։ Եթովպական, ինչպես ասենք Էրիտրեայի եկեղեցին է։ Այդպես մենք ենք։ Բացատրությունը արդեն տրվել է, հասկանում եք։ Ու դրանից մատից ծծած Փուչիկ այդ բանը Վահագն Ալեքսանյանի նման անկրագետը, որը հազիվ 7 թե 8 տարում հազիվ ավարտել է ԵՊՀ-ի արևելագիտության ֆակուլտետը, եւ մյուս անկրագետ քայլիստները սկսեցին մանիպուլացնել, թե ահա տեսեք փորձում է եկեղեցին ծուլել ռուս ուղղափառ եկեղեցու մեջ։ Գիտության գագաթնակ է, ասենք մեր եկեղեցին գիտեք չէ քանի աշճան վեր է, ինչ կարգավիճակով եկեղեցու։ Էլ չասեմ, որ նույն 18 թվականի մանիպուլյացիաները եւ կեղծիքները կապված իբր թե Գեղարդի վաճառքի կամ վնասման հետ սկսեցին կրկին տարածել։ Հարգելի Գայանե, ընդհանուր առմամբ նշեմ, որ Իսթոնիա աշխարհում շատ ընդունված է սրբագույն այդ սուրբ մասունքները կիսվել մեկը մյուսի հետ։ Այո։ Օրինակ ռուս ուղղափառ եկեղեցին, ինչքան հիշում եմ 17 թե 18 թվականին մեզ տվեց Գրիգոր Լուսավորչի մասունքներից։ Դրա դիմաց ինչ որ մի քանի միկրո միլիգրամ փոշի Գեղարդի մեջից դա եղել է 18 թվականին։ Տրվել էր ռուսներին որպես շնորհակալություն։ Ու սրանք այս սրբապիղծ սդախոսները սկսեցին լուրեր տարածել, թե Գեղարդը վնասվել է։ Դուք երևի կհիշեք նաև 18 թվականին դիտավորյալ լուսանկարներ էին տարածում, Գեղարդի կտրվածքը տարածում էին Facebook-ով ու անասնամասան, որը բացարձակ պատկերացում չունի Գեղարդից, չի հասկանում, որ դա ընդամենը Գեղարդի ֆուտլյարն է, ոչ թե հենց Գեղարդն է, սկսեցի ինչ որ մեկնաբանել։ Ես այլ կերպ չեմ կարող նկարագրել այն մասային, որը ոչինչ չհասկանալով սկսում է իրեն երևակայել որպես գրագետ ու սկսում է արագ կարծիք հայտնել այդ ամեն ինչի վերաբերյալ։ Դե մենք դրա ինչպես ասում են զոհն է։ Երկիրը անաստամասայի, անգրագետ մասայի զոհն է։ Գրագետ մարդը ինչ որ բան չիմանալուց չի խոսում։ Սրանք ամեն ինչից խոսում են, ամեն բանից խոսում են, բացարձակ ոչինչ չհասկանալով։ Մենք դրա համար էլ կանգնել ենք այս ծանր մյուս բարեփոխչին։ Այո։ Նիկոլը մտածում էր ուրեմն կաթողիկոսի կուսությունից, շատ անհանգիստ էր, շատ ամեն քայլափոխի ամենամտահոգիչ հարցերից մեկն էր։ Կուսությունից էր խոսում։ Հիմա այդ 10 տիրադավներից, հուդաներից 3-ը բացահայտ երեխա ունեն։ Սկսենք նրա մոտ երկար տարիներ աշխատած Արգիշտի Քերեմյան անուն ազգանով այդ բազմաֆունկցիոնալ երիտասարդից, որտեղ ասեց բոլոր ուժային կառույցներում աշխատավ, պատերազմի ժամանակ էլ Շուշիում էր։ Այո։ Ահա, ասում եմ, որ նա Կոտայքի թեմի առաջնորդ Քարամյանի որդին է։ Բացի դրանից վերջերս Նիկոլը գնացել էր
շոու պատարակի իր թափառաշրջիկների հետ Չարենցավան հիշում եք։ Այո, հիշում Դեռ եմ։ մի հատ զոհված զինծառայողի մայր Հայտարարություն արեց հարցազրույց համապատասխան։ տվեց ու ասեց, որ բոլորն էլ Չարենցավանում գիտեն, որ Էլբեկ Արգիշտի հորանունն է իսկական։ Այո։ Ավազանային անունն է։ Ավազանի անունն է։ Էլբեկ Քարամյանը ունի նաև դուստր։ Այդ մեկ փաստորեն ի պաշտոն է այսպես ասած բարդադիր կույս լինող Քարամյանը երկու հատ երեխա ունի։ Թե որտեղից են այդ երեխաները Քարամյանի մոտ Նիկոլին դա չի հետաքրքրում։ Բայց կաթողիկոսի պարագայում պարտադիր հարցը պետք է դարձնել։ Կաթողիկոսի անգողին ինքը մտնում է, մյուսի ջակուզի է մտնում, բայց Քարամյանի պարագայում հեչ չի մտնում։ Էս է խնդիրը։ Այ ամենամեծ խնդիրը հենց սա է, գիտեք։ Ոչ թե այն, որ ինքը աղանդավոր է շատ դեպքերում եւ փորձում է եկեղեցին իբր թե բարենորոգել, այլ այն, որ ինքը աղանդավոր լինելով ամենապիղծ զանգվածին հավաքել է իր կողքին եւ փորձում է մեր եկեղեցին էլ ավելի փչացնել։ Այս սա է խնդիրը։ Անցնենք մյուս կույսին։ Այո։ Էդիկ Միրզախանյան նախկինում վրացահայոց թեմի առաջնորդ, հետո ռադարեցին գնաց բան սկանդալային պատմություններով անցնող։ Սկանդալայինը որն է, հələ ես մի վրացահայի չեմ տեսել նորմալ, հայտնի, որ այդ անձի վերաբերյալ դրական կարծիք հայտնի։ Չկա նման բան։ Ասենք նույն Նիկոլի թերթը մեղադրում էր Էդիկ Միրզախանյանին վրացահայոց թեմի գումարները մսխելու մեջ։ Էլ չասեմ սրա սեռական սանձարձակությունները։ Բացի այդ, Երևանի ավագանու անդամ, Մայր Հայաստան խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը, Մայրաթոր Սուրբ Էջմիածնում, երբ որ այդ 10 տիրատավները միկրոավտոբուսով եկել էին իրենց խարժամուժով կաթողիկոսի ինչ որ թուղթ ներկայացնելու, բարձրաձայն գոռաց եւ ասեց, որ դու ունես որդի, անունն էլ Օհան։ Հիմա պարզվեց, որ կույս Էդիկ Միրզախանյանը տղա ունի, անունն էլ Օհան է, կին էլ ունի։ Որտեղ է Օհանը հիմա։ Ալիքը դրանց 3-ի նկարներն էլ հրապարակել է։ Ես էլ որպես Հայաստանի քաղաքացի այդ նկարները դրել եմ իմ էջին։ Սա երկրորդ ուրեմն կույսը, որը երեխա ունի Նիկոլ Անհողի կողքին։ Չասեմ, որ պարզվում է Նիկոլի փոշեցծիչներից մեկը եկեղեցին մաքրող էլի, մաքրազերծող։ Չզարմանաք, ամենամաքուր, այսպես ասած, ադամանդիա ուրեմն փայլ ունեցող Կջոյան Սամվելիկն է։ Այո։ Օֆշորային պատմություններով անցած, որը աչքի է ընկել իր սանձարձակությամբ այդ մասին թերթերը բոլորը գրել են ժամանակին։ Շատ լավ ենք հիշում այդ դեպքերը եւ իրադարձությունները։ Օշագանի գյուղում, Օշագան գյուղի Մաշտոցի եկեղեցում թե ինչեր է արել, մարդիկ մանրակրկիտ գրում են, ովքեր շփվել է դրա հետ։ Էլ չասեմ համահայաստանյան եւ միջազգային սկանդալների հեղինակ։ Ասենք նույն Նիկոլ Անհողը քրեական գործերով է անցել ի վերջո 2021 թվականի քարոզարշավի ժամանակ Սամվելիկ Կջոյանին այդ խայդարակ ցայնագրությունները, որ ի հայտ եկան, մեղադրեց հագաքրիստոնեական լինելու մեջ։ Հիմա այս սրբերով փաստորեն գնում են բարենորոգման։ Էլ չասեմ, որ այդ անձը նաև խառնված է օֆշորային սկանդալի մեջ, հայտնի երևանյան գործարար Փայլակ Հայրապետյանի ունեզրկման մեջ։ Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ ջերմագին կապեր ունենալու եւ այդ բանի, չէ, իր խավոր սանիկներ ինչն էր, դրա հետ ցայնագրությունն էլ կա, ես իմ Facebook-յան էջին հատուկ եմ դրել։ Նույն Փայլակ Հայրապետյանի հարցազրույցն է կա հետքին 2 տարի առաջվա 2023 թվականի դեկտեմբերի վերջին, ուրեմն հրապարակված, որտեղ Փայլակ Հայրապետյանը շատ պարզ ակնարկում է, որ Սամվելիկ Կջոյանի դեմ քրեական գործը ուրեմն դադարեցվել է ԱԱԾ-ի կողմից։
Հիմա հարց, այդ ԱԱԾ-ն այդ ինչ գնով դատարեցրեց Սամվելի Կջոյանի դեմ հարուցված քրեական գործը, այդ օֆշորային սկանդալների պահով։ Կարող ենք ենթադրել, որ այսօրվա սցենարների համար էր։ Այդ Նիկոլը չէր իր թերթում գրում, որ Սերժ Սարգսյանի օրոք Սամվելի Կջոյանին կալանավորել են, որովհետև զենք է ունեցել։ Այո։ Այսինքն այսօրվա համար էր գործը գուցե կարճվում, պարոն Համբարյան, այսօրվա սցենարների, այնինչ հիմա մենք դա արդեն հանրության, ուրեմն ենթադրության եւ վերլուծության արդյունք պետք է դառնա, թե այդ մաքրամաքուր փոշեցծիչները, որոնց միջոցով կույս փոշեցծիչները, որոնց միջոցով Նիկոլը եկել է մաքրելու եկեղեցին, հա? Ով են ինչ են իրենցից ներկայացում, այն վայոց ձորի թեմի առաջնորդը, այն օլիգարխը, Յագուար է քշում, որ ինչ օբյեկտներ ունի ասում են, հեկ ունի, այդ որտեղից դրանց այդ ամեն ինչը։ Պաստորեն պոտենցիալ օլիգարխներով, կույսերով, սրբերի դասով գնում ենք բարենորոգման։ Այդ 10-ից 2-ը ըստ սոցիալական ցանցերում տարածված լուրերի եւ ըստ ասեկոսեների համասեռամոլ են եւ Նիկոլը նրանց դեմ ունի կոմպրոմատներ։ Մենք մեծ ողբերգության մեջ ենք։ Տերտերյանի մասին էլ Սերոբ Քահանան է անընդհատ եթերներ մտնում է հենց Ամերիկայի Միացյալ Նահանգներից ու շատ մանրակրկիտ պատմում է դրա մարդ եղնելը, թե դա իրենից ինչ է ներկայացնում։ Այն արևմտյան թեմի առաջնորդը Ամերիկայի։ Մենք ծանր եւ մեծ ողբերգության մեջ ենք իրականում, պարոն Համբարյան, ինչևէ մեր խնդիրը հարգելի քահանա հենց դրանում է, որ Նիկոլը փորձում է եկեղեցու ամենապիղծ, ամենազզվելի, ամենախնդրահարույց, ամենավատ անցյալ ու ներկա ունեցողներին բարոյալքվածներին, այսինքն։ Այո, չէ, իրանք լավ բառ ունեն, դա իրանց բառն է, օրնգա բարո են, մեծ մասը։ Այո։ Չէ, ինքը իրեն թույլ է տալիս այդ բառը օգտագործելու։ Եվ փաստորեն ստացվում է, որ այս խայտարակ հոգևորականների դասով, եթե կարելի այլևս հոգևորական դիտարկել եւ անվանել, այս սրբերի դասով, այս սկանդալային կադրերով փաստորեն բարենորոգելու են հայ առաքելական եկեղեցին։ Ամենամեծ խայտարակությունը։ Ապացույցը եւս մեկ ապացույց է այն բանի, որ Նիկոլան Հողը ադում է հայ առաքելական սուրբ եկեղեցին եւ այս փչացած բարի բուն եւ փոխաբերական իմաստով հոգեվորականներին օգտագործում է մեր եկեղեցին քանդելու համար, մեր եկեղեցին վարկաբեկելու համար, բայց դա անում է փաթեթավորված եւ ներկայացնում է որպես բարենորոգում։ Այսինքն փորձում են նաև տեղեկատվական դաշտում մանիպուլատիվ հնարքների շնորհիվ, այսպես ասած, մարդկանց ուղեղները լվանալ, հասարակության ուղեղը լվանալու փորձ է կատարվում, ինչին իհարկե պետք է հակազդեն նաև հասարակության։ Քանի որ մեր հասարակության զգալի մասը ցավոք սրտի անկրագետ է, ցավոք սրտի պետք է նշել։ Իրավագիտակցության խնդիր ունեն, այո։ Անկրագետ է, մեխանիկորեն ինքներ այսպիսի պրիմիտիվ մեխանիզմներով, որ ինքը իբր թե այս մարդկանցով բարե նորոգումներ է անում մեր եկեղեցում, ուրեմն փորձում է լրիվ վարկաբեկել։ Ասած ասեմ ձեզ, այս վերջից էր ուրեմն դիդարգման բավ, ես ամեն ինչ Նիկոլից սպասում եմ, այդ մարդը հերոստրատյան սինդրոմով է տառապում։ Հիշում եք Հունաստանում կար մի հատ տագանք, այս մարդը անընդհատ ուզում էր, որ իր անունը մտնի պատմության մեջ, ինչ գնով է լինի։ Արտեմիսի տաճարը եւ մտավ։ Հիմա այս մարդը հայոց պատմության մեջ մտնելու է որպես հայոց հերոստրատ։ Արցախը հանձնել է ինքը, Հայաստանի տարածքները հանձնել է ինքը, Հայաստանի եւ հայ ժողովրդին Թուրքի առաջ ստորացնում է ինքը, բայց Հին Հունաստանում չկար այդ մեխանիզմները, որ դու քո չարիքները ներկայացնես որպես բարիք։ Դու քո արածները բարթես սրա նրա վրա։ Այո, հիմնական սլաքները ինքը ինչ չարիք անում է հայ ժողովրդի նկատմամբ եւ Հայաստանի Հանրապետության գլխին անում է գեղեցիկ փաթեթավորված լավով։ Արցախը հանձնեց Թուրքին,
Արևելյան Հայաստանի եզակի տարածքներից, որ իր ամբողջ պատմության ընթացքում երբեք հայատապված չի եղել։ Այսինքն լկտիաբար ազգային ժողովի ամբիոնից մի անգամ ասեց, որ Արցախը առաջի անգամ չէ, որ հայատապվում է, չի եղել նման բանի, կստում է։ Այսինքն կարողանում է մանիպուլյացիայի շնորհիվ եւ դա փաթեթավորեց հայ ժողովրդին, որ ես Արցախը հանձնելով փրկել եմ Հայաստանի անկախությունը։ Այն ժամանակ մենք ծայրակավառ էինք, բայց հիմա աշխարհի կենտրոն ենք։ Մեր հասարակության զգալի մասը լինելով տարական անկրագետ, քաղաքականապես տգետ, հավատում է այս ապուշությանը, չհասկանալով, որ ասենք կապիտուլացված երկրին եւ ժողովրդին աշխարհում ոչ ոք չի հարգում ու չի սիրում։ Չի ընդունում։ Ես պատական չասեցի չի սիրում։ Աշխարհում չեն սիրում նվնվացողներին ու պարտվազներին, զզվում են նրանցից։ Կարճ եւ կոնկրետ, աշխարհը բացարձակ չի փոխվել։ Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը աշխարհում հարգել ու հարգում են միշտ հաղթողներին։ Խաղի կանոնները չեն փոխվել, այո։ Պարոն Համբարյան, անդրադառնանք ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ի այցին եւ ինչու էր ձեզ Vance-ը այցելել Հայաստան եւ Ադրբեջան։ Եվ այստեղ ուզում եմ նաև մեջբերել, որ Երևանում Vance-ը բացահայտ աջակցեց Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին Նիկոլ Փաշինյանին առաջիկա խորհրդարանական ընտրություններում, խոստացավ ամերիկյան հետախուզական դրոններ և ստորագրեց միջուկային էներգետիկայի համագործակցության համաձայնագիր։ Բաքվում նա ստորագրեց ռազմավարական համագործակցության համաձայնագիր և խոստացավ Ադրբեջանին տրամադրել նավեր երկրի տարածքային ջրերը պաշտպանելու համար, արձանագրելով այդ իրադարձությունները։ Ես կուզենայի ձեր դիտարկումը այս այցի հետ կապված և Հայաստան և Ադրբեջան, ինչքանով էին առհասարակ իրատեսական այդ հայտարարությունները և շատերը գնահատում են, որ սա պատմական այց էր Հայաստանի Հանրապետություն ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի դեմքով և այլն, և որ մենք նոր հեռանկարներ և նոր հորիզոններ են բացվելու փաստորեն Հայաստանի Հանրապետության առաջ։ Ես կուզենայի լսել ձեր դիտարկումները և ձեր տեսակետը այս այցի, դրա հնարավոր զարգացումների հետ կապված, վտանգների ինչու չէ, և նաև այն ձեռքբերումների ու հաջողությունների, որոնց մասին ազդարարում են, այսպես ասած, արևմտամետները այս օրերին։ Ուրեմն Vance-ի այցը Հայաստան հիմնականում մեկ նպատակ ունի։ Որն էր դա։ Մեկ նպատակ։ Որն էր։ Դա Նիկոլի PR-ով զբաղվելը։ Վերջ։ Այցը ավարտվեց այդքանով։ Կոնկրետ Եկել էր ասելու, որ պետք է ընտրեն Նիկոլ Փաշինյանին գալիք ընտրություններում։ Որևէ ոլորտում այդ ձեր ասած համագործակցության բով ես հիմա ընդամենը մեկ օրինակ կբերեմ։ Նախ այդ խաղաղ միջուկային ատոմի շրջանակներում համագործակցության վերաբերյալ ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվել։ Արա Պապյանն էր, որքան հիշում եմ, իր էջում փաստաթուղթ ուսումնասիրել եւ գրել է, որ դա փաստաթղթի ստորագրում չէ։ Դա ինչ որ թե ցանկությունների մասին որոշում է։ Այդ մեկ։ Այդպես կարող եմ ասեմ, կոնկրետ չգիտեմ ցանկությունների թե մտադրությունների մասին որոշում։ Դե մտադրությունը դեռ այո, որոշում չէ, սևը սպիտակով գրված եւ դա ինչ որ թե ցանկությունների կամ մտադրությունների մասին որոշում է, այդ մեկ։ Երկրորդը 11 միլիոն դոլարի դրոնը դա շատ փոքր թիվ է, որովհետեւ այդ դրոնները, այդ ԱԹՍ-ները հետախուզականի դեպ նշեմ, դրանք ինչ որ թե հարցագողական եւ ռազմական նշանակություն ունեն, հետախուզական ԱԹՍ-ները արժեն 500-ից մինչեւ 1 միլիոն ամերիկյան դոլար։ Լավագույն դեպքում 20 հատ, վատագույն դեպքում 10 հատ ԱԹՍ է գնելու Հայաստանի Հանրապետությունը։ Եվ երրորդը ուրեմն այդ տրիպի մասին ինչ որ թե բանակցությունները։ Այո։ Բայց խնդիրը այստեղ հետեւյալն է, որ տեսեք դուք, մեկ է այնտեղ ասեցին, որ ինչ որ չիպերի արտադրություն, չիպերի վաճառք։ Այո, բանի Vance-ի այցից մեկ օր հետո աշխարհահռչակ Nvidia կորպորացիայի փոխտնօրենը, որը իդեպ ազգությամբ հայ էր, ժամանեց Երևան եւ սկսեց բանակցությունները հենց Նիկոլ Անհողի հետ։ Երևանում կապիկություններ էր անում Հոկուտ Նիկոլի, որ հայաստանյան հասարակության ամոզի, որ Ամերիկայի նման կերտերությունը ցանկանում է, որ դուք ընտրեք Նիկոլին երկրի վարչապետ։ Նույն Ամերիկայի Միացյալ Նահանգների շատ մեծ բիզնես պատվիրակություն
Այո։ Մոտ 20 աշխարհահռչակ կորպորացիաների ներկայացուցիչների գլխավորությամբ Վենսի այցից մեկ օր առաջ Վենսի Բաքու այցից մեկ օր առաջ, այսինքն երբ որ Վենսը Երևանում Նիկոլ էր կովերկում, այդ ամերիկյան կորպորացիաների ներկայացուցիչները Բաքվում անձամբ բանակցություններ էին վարում Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևի հետ։ Այդ կորպորացիաների մեջ էին մտնում ուրեմն Illumina, Boeing, Mastercard, Visa, Coca-Cola, բրիտանական British Petroleum-ը եւ շվեդական Ericsson-ն են ներկա եղել այդ բանակցություններում, բազմաթիվ տեխնոլոգիական շատ հայտնի կորպորացիաների ներկայացուցիչներ։ Այսինքն ծանրակշիռ ներկայություն է եղել ըստ էության։ Ես ուզում եմ, որ դուք եւ մեր հանրությունը հասկանա, որ Ադրբեջանը Ամերիկայի Միացյալ Նահանգների թիվ 1 գործընկերն է։ Եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները ներդրումներ էին ուզում անել Հայաստանում, խոստանում են ներդրումներ, չէ՞ Նիկոլան Հողնել հարցազրույց է տալիս, բանին հմեկին ասում է Վենսի այցը Հայաստան կհետաքրքրի ամերիկյան ներդրողներին Հայաստանում ներդրումներ անելու համար, չէ Վենսի այցը Ադրբեջան այնքան էր հետաքրքրել ամերիկացի ներդրողներին, որ ամերիկացի ներդրողները Հայաստան այցի փոխարեն վազել էին Բաքու, կրկնում եմ ամերիկյան 20 աշխարհահռչակ կորպորացիաների ներկայացուցիչներ, անձամբ բանակցություններ են վարել Ալիևի հետ։ Հիմա այդ 20-ի կողքին դնում ենք մեկ Nvidia-ի, որի ներկայացուցիչը Վենսի այցից հետո ժամանեց Երևան։ Հիմա 20-ը մեկի դիմաց մենք արդեն պետք է օբյեկտիվ պատկերացումներ ստանանք, թե Ամերիկայի թիվ 1 գործընկերը այս տարածաշրջանում ով է եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները վաղը մյուսօր ում կզոհաբերի իր թիվ 1 գործընկերոջ համար։ Դե արդեն պատասխանը պարզից էլ պարզ է կարծում եմ բոլորին։ Հիմա հարց նաեւ դուք նաեւ տեսաք, որ Վենսը Բաքու այցելելու ժամանակ բանակցել է Զանգեզուրի Միչանսկի կամ ինչպես ասում են Թրամփի ճանապարհի վերաբերյալ։ Հարց. Ինչ կապ ունի Հայաստանի Հանրապետությունով անցնող ենթակառուցվածքները Ադրբեջանի հետ։ Օրինակ, Վենսը Հայաստանում բանակցում էր, ասենք Ադրբեջանի տարածքով, ասենք թե Հորադիզից, օրինակ, մինչև ռուս-ադրբեջանական սահման անցնող հայկական բեռների տարանցման վերաբերյալ։ Իհարկե ոչ, որովհետև Բաքուն դա երբեք թույլ չէր տա։ Բայց քանի որ Հայաստանի Հանրապետությունը ոչ թե բանակցությունների սեղանի շուրջ է, այլ վրեն, Ամերիկայի Միացյալ Նահանգներն էլ արդեն որերորդ անգամ, սա առաջին դեպքը չէ, գիտեք, չէ՞։ Բացահայտ։ Մի քանի անգամ արդեն։ Այո, բացահայտ նշում են, որ ասենք Ադրբեջանի պատվիրակության հետ Վաշինգտոնում կամ ամերիկյան պատվիրակությունը ուրեմն Բաքվում բանակցում է Թրամփի ճանապարհի վերաբերյալ։ Այ քեզ բան։ Ամենակարևորը ես նաև ուզում եմ իմանամ վերջապես այս իշխանությունները կպարզաբանեն թե չէ։ Արդյոք համապատասխանում են իրականությանը այն լուրերը, որ Թրամփի ճանապարհից սպասվելիք օգուտների 30%-ը անցնելու է Ադրբեջանին։ Հետաքրքիր է, չէ՞։ Շատ հետաքրքիր է։ Որովհետև այդ լուրը տարածվեց 2025 թվականի օգոստոսի 6-ին, երբ որ Վաշինգտոնում ստորագրվեց այդ Թրամփի ճանապարհի վերաբերյալ փաստաթուղթը եւ ամերիկյան մի քանի խոշոր լրատվամիջոցներ, ես ինքս կարդացել եմ դա Axios-ում։ Հրապարակեցին այդ լուրը, որ Թրամփի ճանապարհից ստացվելիք օգուտի 40%-ը անցնելու է Ամերիկայի Միացյալ Նահանգներին, 30% Ադրբեջանի, 30% էլ մնալու է Հայաստան։ Սա ինչպես կարող են բացատրել։ Կամ Նիկոլա ասում է Թրամփի ճանապարհի վրա այդ back office, չգիտես ինչ office չէ, իբր թե մենք տեղակայելու ենք, տեղադրելու ենք արհեստական բանականություն։ Իա։ Հասանք անում ես Ալիևի պահանջն է անում, որ ինչպես Ալիևն էր ասում, հանկարծ որևէ ադրբեջանցի հայ սահմանապահի երես պետք է չտեսնի։ Այսինքն ամեն բան պետք է լինի Ադրբեջանի սրտով։ Իհարկե,
Եվ ցանկություններին համահունչ։ Արագանության դեմ չեմ, շատ լավ բան է, տեխնոլոգիական այդ առաջընթացը շատ գովելի է, բայց խնդիրը գիտեք որն է, դա երկուստեք պետք է լինի։ Եթե ադրբեջանցին իր սահմանին տեղակայելու է սահմանապաների, տեղակայելու է աղացականների, տեղակայելու է մաքսատան ներկայացուցիչների, որոնք մանրակրկիտ ուսումնասիրելու են հայկական տերները, դե ես չգիտեմ հայերը Ադրբեջանի տարածքով Ռուսաստան կամ Թուրքմենստան գնալու են, թե չէ, չգիտեմ, բայց ադրբեջանցիները մեր տարածքով գնալու են Նախիջևան, Նախիջևանից էլ Թուրքիա եւ հակառակը դա 100% է հաստատ։ Հիմա հարց. ադրբեջանցին նույնը անելու է մեր սահմանին, իհարկե ոչ, բայց եթե չի անելու դու այդ կապիկությունները, այդ դեմագոգիան, այդ հիմարությունները։ Այսինքն սեփական երկրում պատանդ ենք լինելու։ Այո։ Եվ մեր ժողովուրդը պետք է շատ լավ հասկանա, որ սա դեռ սկիզբն է։ Այս քայլերը, որը ինքը անում է, դուք հիշում եք, ես հարցազրույց եմ տվել ձեզ անցյալ տարի եւ բազմիցս գոնե 2 հարցազրույցներում նշել եմ, որ Ադրբեջանը 5 նոր նախապայման ունի, դրված Նիկոլի առաջ։ Այո, այդ մասին դուք շատ մանրամասն ներկայացրել եք։ Դա հայկական բանակի կազմաքանդումն է, որ ինքը ակտիվ հիմա անում է։ Դա Ադրբեջանին փոխհատուցում տրամադրելն է եւ ուրեմն ներողություն խնդրելն է, որը ինքը կրկին անում է։ Ես խոպադական նոր չասեցի, որ Տրամպի ճանապարհից Հայաստանի տարածքով անցնող ճանապարհից ստացվող օգուտի 30%-ը Ադրբեջանին տալը որն է։ Լավ, եթե դա ամերիկացիները սուտ տեղեկություն են տարածել, թող երկի Նիկոլը։ Իհարկե։ Երկում։ Իսկ եթե փողը տալու է, ուրեմն դա ադրբեջանցիների 5 նախապայմաններից երկրորդն է, որ պետք է փոխհատուցես մեր վնասը եւ ներողություն խնդրես։ Երրորդը դա սահմանադրության փոփոխությունն է։ Ադրբեջանի բռնապետը հարցազրույց տալով Մյունխենում հայտարարեց, որ Հայաստանի սահմանադրության փոփոխության պահանջը ինքն է դրել Նիկոլի առաջ եւ Նիկոլը ընդունել է։ Եվ միայն այդ դեպքում կկնքեն խաղաղության պայմանագիրը։ Այո, Ղարաբաղի։ Պարզ ասեց, մարդը պարզ ասեց, մենք ենք պահանջել, Նիկոլն էլ ըմբռնումով մոտեցել է եւ ընդունել է մեր պահանջը։ Այս պահանջը իսով չափ արդեն իրականացված է, որովհետև ըստ այն արտարադատության նախարար Սրբուի Գալյան, Այո, ճիշտ եք։ մարտ ամսին մենք արդեն սահմանադրության թղթային տարբերակը կունենանք։ Երևի թարգմանել են, Բաքվում գրեւ, Անկարայում գրեւ, ուղարկել են իրանք էլ արդեն մինչև երևի մարտ ամսին։ Այսինքն հլու եւ հնազանդ կատարում ենք բռնապետի ցանկությունները։ Անպայման։ Չորրորդը դա ուրեմն Զանգեզուրի միջանցքի բացումն է։ Դե Թրամփի ճանապարհը դա Զանգեզուրի միջանցքի հարգելի կայան է։ Այստեղ մեր հանրությունն էլ պետք է մեկ ու շատ կարևոր։ Դե այստեղ ձևակերպումների այդ խաղերի ենթատեքստում գուցե շատերը այսպես ենթատեքստում կարող է չհասկանալ։ Գոնե տոկոսային առումով կհասկանան, չէ՞ որ եթե դու տարածքի 70 տարածքի ինչ-որ մի մասը, ինչ-որ մի երկրի տալ նվիրում ես ու այդ ուրեմն նվերի մեջ էլ այդ բանը փայաբաժինը 74% է, ուրեմն այդ փայաբաժնի տերը ամբողջությամբ վերահսկում է այդտեղ իրավիճակը, ինչ ուզենա կանի, ինչ ուզենա։ Դա 300-ից 400,000 թուրքի լցնելն է Հայաստան։ Եվ Նիկոլ ընդրող զանգվածը սա պետք է ագանջին օղանի։ Ընդրություններից հետո այս բոլոր պահանջները Նիկոլը անելու է։ Եթե մյուսները որոշ չափով արդեն արել է, որոշ չափով, 4-ը որոշ չափով արել է, ընդդուք մինչև հայկական բանակի թուլացումը։ Տարածաշրջանում միակ երկիրն է, որը կրճատել է ռազմական բյուջե։ Վրաստանը, Ադրբեջանը, Իրանը, Թուրքիան բարձրացրել են իրենց ռազմական բյուջեն 25 թվականի համեմատ։ Մենք կրճատում ենք։ Այդ 5 պահանջներից այսքան արդեն տրված է։ Ահագին արդեն Նիկոլը արել է ցույց տալու համար իր Բաքվի եւ Անկարայի տերերին, որ նախ ցույց տալել չէ, նրան պարտադրում են, որ ինքը անի, ասում են առաջին քայլերը արա, որ մենք տեսնենք, որ դու անում ես, չհամարձակվես հանգարց, փորձես քո կեղծի ճարպկությամբ փորձես խաբես,
ինքն էլ հլու հնազանդանում է եւ հաստատ համոզված եղեք այս խաղաղությունը, որը իրանք գովազդում են, թե 6 ամիս է մենք խաղաղ ենք, չենք կրակում սահմանին եւ այլ, դա իր գինն ունի։ Դուք ուշադիր եղել եք, որ Ադրբեջանի բռնապետը շատ մեղմացրել է իր ռետորաբանությունը Նիկոլի հանդեպ։ Բավականին։ Որովհետեւ Ադրբեջանի համար Նիկոլի վերընտրվելը օդի նման կյանքի գինարժ է, որովհետև Նիկոլը խոստումներ է տվել եւ այդ խոստումները Ադրբեջանը նրանից ստանալու է մինչեւ վերջ։ Վերջնարդյունքը լինելու է Հայաստանի Հանրապետության կորձանումը։ Վերջնարդյունքը դա է լինելու, որովհետև թուրքերը շատ պարզ առաջ են գնում իրանց քաղաքական գծով։ Հայերը այստեղ իրենց խանգարում են եւ վերջ։ Կամ հայերը պետք է ուրեմն ծառայեն թուրք-ադրբեջանական տանդեմին, բարի բուն իմաստով, կամ պետք է այստեղ չապրեն։ Վերջ։ Պարոն Համբարյան, ինչքանով է հաշտ այս արտաքին ներքին մարտահրավերների հետ տեղի ունեցող այս բուրըն զարգացումների հետ քաղաքական դաշտում, արտաքին քաղաքական խաղատախտակի վրա տեղի ունեցող այս իրադարձությունների հետ որքանով է հաշտ ռուսաց ցարը, արդյոք Կրեմլը չունի անհանգստություններ, որովհետև ամերիկացիները չեն էլ թաքցնում, որ իրենց նպատակը Ռուսաստանին այս տարածաշրջանից դուրս մղելն է եւ տնտեսապես եւ քաղաքականապես, Իրանին խեղճացնելն է, Իրանի շուրջ օղակը սեղմելն է եւ Միջին Ասիայի Հայաստանի հանքանյութերը Ամերիկա հասցնելն է։ Ի վերջո, որքանով է հաշտ Կրեմլը եւ ՎՎ Պուտինը այս իրողությունների հետ։ Խնդիրը որն է։ Բերեք չմոռանանք, որ 2020 թվականից հետո ես 18 թվականի Նիկոլի իշխանության գալու մեջ ռուսական մադը հլը մի կողմ եմ դնում։ Դա էլ կա։ Բայց 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո հենց անձամբ Պուտինն է ամեն ինչ արել, որ Նիկոլը պահպանի իր իշխանությունը։ Ուրեմն սպայական անձնակազմի ըմբոստացումը Նիկոլի դեմ եւս ճնշվել է ռուսների կողմից։ Դա ոչ թե ես եմ ասում, դա ասում են հենց վերը նշված ռուս քաղաքական գործիչը եւ վերլուծաբանները, ինչպես նաեւ լրագրողները հայտնի։ Մեծ Պուտինյան կրկնում եմ, նրանք ոչ թե ընդդիմադիր են Պուտինին, այլ հենց Պուտինի մտերիմներն են։ Պուտինի շրջապատից են, Պուտինյան լրատվամիջոցների թոք-շոուների մասնակիցներն են։ Հիմա հարց. ով է պահում Նիկոլին Հայաստանի իշխանության ղեկին։ Ես արդեն այն տպավորությունը ունեմ, որ Նիկոլը դա ռուս-ամերիկյան եւ արևմտյան համատեղ պրոյեկտ է, որի նպատակը Ռուսաստանի կողմից Հայաստանին ծախելն է թանկ գնով, այսինքն գիտեք դրա դիմաց Պուտինը ինչեր է ակնկալում արևմուտքից ստանալ նույն Ուկրաինայում եւ պատժամիջոցների չեղարկման պահով, ուրեմն մեզ ծախում են արևմուտքին։ Այստեղ խնդիրը հետեւյալն է. Արևմուտքին էլ մենք որպես այդպիսին առանձին միավոր բացարձակ հետաքրքիր չենք, այո։ Արևմուտքը ունի այս տարածաշրջանում մի քանի խոշոր գործընկերներ, որոնց մեջ է մտնում նաև Թուրքիան։ Իսկ Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիպ Էրդողանը, ով կառավարում է Թուրքիան 20 տարուց ավել, իր վերջին ընտրությունների ժամանակ իր արտաքին քաղաքական դոկտրինում նշեց, որ կարևորը կներեք, ինքը վերականգնելու է նեոպանթուրանական եւ նեոպանոսմանական ծրագիրը, որի համաձայն թուրքալեզու եւ մահմեդական բոլոր ժողովուրդները Ադրիատիկ ծովի ափից մինչեւ Չինական մեծ բարից պետք է միավորվեն մեկ պետության մեջ։ Այո։ Իսկ այդ մեկ պետության ձևավորման համար պետք է քանդվեն Իրանը, Ռուսաստանը եւ Չինաստանը։ Հիմա դուք հասկանում եք, որ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը այս նեոպանթուրանական եւ նեոպան-օսմանական ուղղությունը ամբողջությամբ համընկնում է Արևմուտքի եւ կոնկրետ Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերի հետ, որովհետեւ ամերիկացիներն էլ այս առումով փորձում են հիմա Ռուսաստանին թուլացնելու համար ուրեմն Միջին Ասիայի ուրեմն էներգետիկ ռեսուրսներով հարուստ երկրները կտրել
հատկապես ռուսական եւ չինական լոգիստիկ հանգույցներից։ Այսինքն Ղազախստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Տաջիկստանը, Ղրղստանը, որոնք իրենց ապրանքների մեծ մասը դեպի արևմուտք ուրեմն տանում են Ռուսաստանի երկաթուղիներով, ռուսաստանյան ճանապարհներով, հիմա ուրեմն կստանան այլընտրանք բերել ապրանքները ղազախական Ակտաու եւ թուրքմեն Փաշինավա հանգստներ լաստանավերով դրանք տեղափոխել Բաքու, իսկ Բաքվից երկաթուղով տանել մինչև արևմուտք։ Եվ որն է այդտեղ ամենակարևոր հանգույցը, այո, Թրամփի ճանապարհը։ Այսինքն ամեն մարդ վերցնում է իր հասանելիք կտորը, իր հասանելիք բաժինն է վերցնում։ Ամերիկայի Միացյալ Նահանգները համատեղ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ամեն ինչ անում են նախնական այդ նեոպանթուրանական եւ նեոպանօսմանական ծրագիրը մի քանի փուլից է բաղկացած։ Առաջնայինը հիմա նրանց համար ամենակարևորը այդ կապը հաստատելն է եւ տնտեսապես Միջին Ասիայի հանրապետությունները Ռուսաստանից ու Չինաստանից կտրելն է։ Երկրորդը, երբ որ նրանք արդեն ամբողջությամբ տնտեսապես ընկան Թուրքիայի վերահսկողության տակ եւ արևմուտքի մեխանիկորեն, այդ երկրներում իշխանության բերելն է բացահայտ հագառուսների։ Այնպես չէ, որ հիմա Ղազախստանում կամ Ուզբեկստանում լրիվ ռուսամետ են իշխանությունները, բայց արդեն բացահայտ հագառուսների, որոնք արդեն պատրաստ կլինեն իրենց տարածքները տրամադրել կոնկրետ Ղազախստանի պարագայում Ռուսաստանի թիկունքից հարվածելու համար։ Եվ արդեն այստեղ գնալու է արդեն հերթական գործողությունը կոնկրետ Ռուսաստանը եւ Իրանը քանդելու առումով։ Ռուսաստանը նախնական քանդելու են Ադրբեջանի միջոցով հարվածելով Հյուսիսային Կովկասին։ Գիտեք չէ, կա պատմական մի հատ բանաձև։ Ուզում ես ռուսներին ծնգի բերել, հարվածում ես նրա հարավային փորոտիկին։ Ռուսերեն տարբերակը «Самое слабое место России» это южное подбрюшье։ Հարավային փորոտիկը, դա Հյուսիսային Կովկասն է։ Առաջին եւ երկրորդ չեչենական պատերազմներում պարտություն կրած արևմուտքը, որովհետեւ այդ պատերազմները ամբողջությամբ հովանավորվում էին Թուրքիայի եւ արևմուտքի կողմից։ Թուրքերն ու ուրեմն նրանց դաշնակիցները արդեն դասեր են քաղել այդ պատերազմներում ունեցած անհաջողություններից։ Դուք մտածում եք, թե հիմա նրանք այս տարիների ընթացքում, այսինքն 2000 թվականից մինչև 26 թվականը, այսպես ասած, քնած յաչեյկաներ չեն ձևավորել Հյուսիսային Կովկասում։ Դե միանշանակ։ Դե գիտեք, այստեղ խնդիրը հետեւյալն է, ես բազմից եմ ասել։ Եթե ռուսները մեր մասին չէին մտածում հայ ժողովրդի, գոնե պետք է մտածեին իրենց մասին։ Հիմա երբ որ ես նայում եմ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գալուզինի նվնվոցները, Ռուսաստանի արտգործնախարարության անհոդապաշ եւ երկար բարակ անիմաստ ուրեմն պրես ռելիզները զվանք եմ ապրում։ Ու այդ երկիրը հա գերտերություն է, ասենք դեռ այո։ Մենք պատրաստ ենք Թրամփի ճանապարհում մեր մասնակցություն ունենալ։ Լավ ինքնասիրություն ունեն ռուսները։ Դե ստացվում է, որ չունեն, պարոն Համբարյան։ Ինքնասիրություն ունեն, ասում են մոդուլային ատոմակայան պետք է կառուցեն, մենք պատրաստ ենք Հայաստանում արագ ատոմակայան կառուցենք։ Ինչի՞, բա մինչև հիմա ինչով եք զբաղված։ Նոր է արտնացել ռուսական արջը։ Կուդա ցենուցա արմիայի պես, էցի արմիայի պեսնաս ու այդ լկտի ու ցածրակարգ քաղաքականությամբ եք առաջնորդվում, հա։ Այդ է եղել իրանց արտաքին քաղաքականությունը։ Ստացվում է, այո։ Գիտեք չէ, խնդիրը որն է։ Խնդիրը այն է, որ ցավով պետք է արձանագրենք, բայց ճիշտ են ասում, որ ով ռուսի հետ գործ է բռնում, մնում է աղքատ, չզարգացած ու անշնորհակալ վիճակում։ Եվ դա արդեն դուք եք ասում, որ մշտապես փորձել եք այսպես հավասարակշռության բալանսը ես նման դիտարկում այո շրջանում մենք շատ մեծ ուրեմն ընդրության տարբերություն դուք փորձել եք բալանսը պահել պարոն Համբարյան ես էլ եմ կրկնում եթե արևմուտքը եթե նույն Ֆրանսիան որը կանգնեց Նիկոլի Թիկունքին ու Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս 2022 թվականի հոկտեմբերի 6-ին ասի ռուսական ռազմաբազան հանեք մենք կգանք մեր ռազմաբազան կտեղ
բացակայենք Գյումրիում ռուսերի փոխարեն ես երկու ձեռքով կողմ կլինեմ, բայց խնդիրը հենց նրանում է, որ նույն Ֆրանսիան մեզ հետ շատ անկեղծ է, ինքը ասում է ես ռուսին դուրս եմ հանում Հայաստանից, որպեսզի Թուրքիան գա, իսկ Թուրքիան անելու է Հայաստանում այն, ինչ որ ինքը ուզում է։ Անխոս, ձեզ 13 տարիներ ճանաչելով, առիթից օգտվելով հայտարարեմ մեր լսարանի համար, որ ձեր տեսակը երբևէ որևէ ամեթ եւ որևէ ական լինել չի կարող, տեքստում էր։ Արդեն բացահայտ ասում է երկաթուղին ռուսների ձեռքից վերցնելու մասին։ Ասենք դուք պատկերացնում եք աշխարհում մի երկիր, որտեղ ամերիկյան ներդրողի ձեռքից խլեն իր ներդրումը։ Ստացվում է, որ չար ամերիկան ինչ կանի այդ երկրի հետ։ Ռուսները մտածում են, որ հայերը պետք է նույնիսկ Ադրբեջանին պարտված հայերը պետք է իրանց հարգեն, չկան նման բան։ Չկան նման բան։ Իրա քաղաքացուն ունե զրկում է, ծպտուն չեն անում։ Դե հենց այդտեղից էլ սկսվում է ողջ անհաջողությունների եւ անկման շղթան հենց այդտեղից էլ սկսվում է։ Թրամփի ճանապարհի պահով ասում են մենք պատրաստ ենք մեր ներդրում ունենալ։ Լավ, իրենք ասենք հասկանում են իրանք ինչ են խոսում։ Կարծում եմ խճճվել են իրենք արդեն իրենց ներքին ձախողումների եւ այսպես ասեմ պատային իրավիճակով պայմանավորված։ Ես եմ ասում հարգելի կայանե։ Նիկոլն է հանձնել Արցախը Ադրբեջանին, բայց այո, այդ նույն ինքնասիրություն իբր թե ունեցող Պուտինը, այդ իրան ձև տված ղեկավարը, որի ստորագրությունը կար 2020 թվականի նոյեմբերի 9-ի փակուղի տակ։ Այո, որտեղ է։ Կդար, որ Ադրբեջանն ու Հայաստանը իր թիկունքում Մակրոնի եւ Միշելի հովանավորությամբ իրեն երեսին թքեին բարիպուն իմաստով։ Փաստորեն մենք ունեցանք այն, ինչ ունեցանք։ Չէ, գիտեք, օբյեկտիվը բերեք ասենք։ Իհարկե։ Հա, Նիկոլը Դավաճանին, Նիկոլը պատրաստվում էր Արցախը հանձնել Ադրբեջանին դեռ 20 թվականի նոյեմբերի 20 թվականի պատերազմի ժամանակ։ Նոյեմբերի 9 չէ, 20 թվականի պատերազմի ժամանակ։ Այդ ժամանակ ռուսերը չթողեցին, դա փաստ է։ Բայց 22 թվականի հոկտեմբերի 6-ին ինչպես թողեցին, որ այդ պայմանագիրը ստորագրեն։ Հետո էլ Ռուսաստանի արտգործնախարարությունը, այդ վինտաժ Լավրովը, այդ բանը Դարնաբրածը, ասենք 15 էջանոց մի հատ պրես ռելիզ բացատրություններ տալիս։ Բա դուք որ այդքան անկեղծ եք հայ ժողովրդի հետ։ Բա հենց այդ հոկտեմբերի 6-ին, երբ որ դուք շատ լավ արդեն գիտեցել եք այդ դավադրության մասին, չասեք հարգելի հայ ժողովուրդ, ձեր ղեկավարը, ձեր թիկունքում ու մեր թիկունքում Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս։ Իհարկե։ Մնացին իբր թե որպես խաղաղապաներ են տեղ, կամ այդ իրանց խաղաղապահության օրոք բազմաթիվ տարածքներ Ադրբեջանը խլեց իրանք այդ ծպտուն չհանեցին, դա ինչպես կարելի է բացատրել, այ ռուսների ստորությունն էլ էստեղ է, Արևմուտքը անկեղծ դավաճանում է հայ ժողովրդին, մեր հաշվին իր ուրեմն խնդիրները լուծող բարձրացնում եւ լավացնում Արևմուտքի հետ։ Այդ ռուսներն իրանց ստորության ուրեմն հաշվին, այն որ ձևանում են որպես բարեկամ, բայց տագից ամենաստոր քայլերն են անում։ Խփում են առաջինը։ Պարոն Համբարյան, իդեպ Դոժ հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանը ինչպես ցանկացած երկիր գործում է իր շահերին համապատասխան, եթե շահը վաղը կամ մյուս օրը նրանից թելադրի որոշակի քայլեր ձեռնարկել, նրանք երկար չեն մտածի եւ այն կենացները լիրիկան, թե մենք ընկերներ ենք, եղբայրներ ենք, քրիստոնեությունը եւ նմանատիպ այլ բաներ, երբ խոսքը գնում է երկրի շահերի մասին, այդ ամենը բնականաբար մի կողմ կդրվի եւ այս մասին է հայտարարություն արել Ալեն Սիմոնյանը եւ զուգահեռաբար մի հայտարարության էլ եմ ուզում անդրադառնալ նրա կողմից արված, երբ ասում է, որ շատ կտրուկ քայլեր անելը սխալ է, խոսելով ռուսական 102-րդ ռազմաբազան ՀՀ-ից հանելու մասին։ Ես կուզենայի նաև այս հայտարարությունների մասով էլ ձեր դիտարկումները ներկայացնեիք եւ սրանով թերևս այսօր ամփոփենք մեր զրույցը։ Շատ լավ, ուրեմն
Դա շատ նորմալ է, որ ամեն երկիր իր ազգային շահերի մասին մտածելով է գործում։ Բնականաբար։ Ես նոր էլ ասեցի, ես չեմ մտածում, որ ռուսները մեզ պաշտպանելու եւ մեր ազգային շահերից դուրս գալով պետք է մեզ պաշտպանեին եւ թույլ չտային, որ մեզ Նիկոլը համատեղ իր տերերի հետ ստորացնի թուրք-ադրբեջանական տանդեմի առաջ։ Ես հենց Ռուսաստանի շահերից դուրս գալով էի դա ասում, որովհետև գիտեք, հիմա կարող է շատ-շատերն ասեն, ինքը հայ լինելով ռուսների ազգային շահերի մասին է խոսում, այո, ես որպես պատմաբան կարող եմ նշել, որ եթե Ռուսաստանում կա մեկը, ով գտնում է, որ Թուրքիան կարող է Ռուսաստանի գործընկերը լինել, իսկ Թուրքիայի նախագահն էլ Ռուսաստանի ղեկավարի ընկերը, ուրեմն տարական անասում է։ Ապուշ չէ, անասում է, որովհետև Ռուսաստանի կարճատև պատմության ընթացքում իրանք ընդամենը 1000 տարվա պատմություն ունեն։ Ռուսաստանը 14 անգամ պատերազմել է Թուրքիայի հետ։ Եվ այդ բոլոր պատերազմների հիմնական հրահրողը եղել է Արևմուտքը։ Մեծ մասի հրահրողը եղել է Արևմուտքը։ Եվ այդ պատերազմների միջոցով Արևմուտքը փորձել է ռուսների խնդիրներ ստեղծել։ Եվ Ռուսաստանը շատ լավ պետք է հասկանա, որ Թուրքիան հիմա ինչ որ անում է համատեղ Արևմուտքի հետ եւ երբեք չմոռանա, որ Թուրքիան Ամերիկայի Միացյալ Նահանգների թիվ 1 գործընկերն է տարածաշրջանում, ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ Թուրքիայի տարածքում էլ գտնվում են ամերիկյան ռազմաբազաներ։ Արարատ լեռան վրա մենք բոլորս դա շատ լավ գիտենք, Ինջերլիկում Արարատ լեռան վրա գտնվում է թուրք-ամերիկյան ամենաբարձրադիր ուրեմն ռադիոլոկացիոն կայանը։ Ինչի մասին ենք էլ խոսում։ Դուք որ ամեն օր երեկոյան տեսնում եք Արարատ լեռան վրայի երկար լույսերը։ Դա ամերիկյան ռադիոլոկացիոն կայանն է։ Ուրեմն քողի տակ այդտեղ գործող։ Ամեն բան ասված է դրանով։ Ամեն բան ասված է։ Ահա, այս մեկ, երկրորդը ինչ վերաբերվում է ռուսական ռազմաբազայի կտրուկ հանել չանելուն։ Ուրեմն ինչ, բայց Ալեն Սիմոնյանի տերերը Արևմուտքում էլ ինքն էլ գրագետ կարող է տղա է, ինչ որ բաներ կարտացել է, հատկապես վերջին շրջանի վերաբերյալ ինքը հասկանում է, որ ռուսական ռազմաբազաները բացարձակ ոչ մի տեղ չեն կատարում, բացարձակ զրո։ Ասենք ռուսները ռազմաբազա ունեին Սիրիայում եւ ինչ Ասադի իշխանությունը փրկեցին։ Իհարկե ոչ։ Հասկանում եք, չէ՞, ու ռուսները սա առաջին անգամը չէ որ անում են։ Ուրեմն մի անգամ տեսել եմ Պուտինի հարցազրույցը, ասենք առանց ամոթի հպարտանում է, որ ռուսական զորքերը փառահեղ մտան Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայի օդանավակային եւ այն գրավեցին։ Ճիշտ է։ Ինչքան հիշում եմ 99 թվականին է դա եղել։ Հա, ռուսները հանգարցակի մտան Պրիշտինայի օդանավակայան։ Դա ռուսական, ինչքան հասկացա, ռազմական պատմագրության մեջ ներկայացվում է որպես շատ ուժեղ ռազմական օպերացիա։ Բայց մի հատ հարց էլի Պուտինին նույն ու նույն ռուսներին։ Բա հիմա որտեղ են այդ ռուսները, հետո գլխի կոր խայտարակված թողեցին գնացին, որովհետև հասկանում եք, ռազմաբազա ունենալը այլ բան է, այդ ռազմաբազան խելքով օգտագործելը այլ բան է։ Ռուսները չունեն այդ ունակությունը, այդ ռազմաբազան դիվանագիտության, ազդեցության պահով օգտագործելը։ Հիմա Ալեն Սիմոնյանն այս ամեն ինչի ենթադրաբար իր տերերը նկատի ունեմ արևմուտքից չագեշտավոր տերեր էլի ասել են ռուսական ռազմաբազան ասենք թող մնա Գյումրիում հետո ասենք Խմեյնիում հիմա Սիրիայում որը ամբողջությամբ վերահսկվում է ահաբեկիչ Շարայի կողմից որը թուրքամետ ուրեմն ահաբեկչական ուրեմն կազմակերպության ղեկավար է եղել Մարդ է մորտել Պուտինը վերջերս դրան ընդունեց բանում Կրեմլում թախրից արշամ ահաբեկչական կազմակերպության ղեկավարն է թրքամետ թուրքական գաղտնի ծառայությունների ուրեմն հեղինակած ահաբեկչական կազմակերպություն է Ֆիդանի ճուտն է Այո Թուրքիայի ներկայիս արտգործնախարարը թուրքական գաղտնի ծառայության ՄԻՏ-ի երկարամյա տնօրենն է եղել Հիմա ասենք
Սիրիայում կա ռուսական ռազմաբազա, ում է պետք որ Եվ ինչ խնդիր է լուծում։ Խմեյնիում գտնվում է ամբողջությամբ վերից վար, ինչպես ասում են, ծովից, ցամաքից ամբողջությամբ վերահսկվում է այդտեղ գտնվող ամերիկյան, թուրքական, բրիտանական, նույն սիրիական, հագարուսական ուժերի կողմից։ Ասենք գնացել այդտեղ մնացել են։ Հետո Էդել գիտեք չէ Թուրքիան, որպեսզի Պուտինի երեսը մի փոքր պահպանեն, ասել է թող հլը մնա, հետո կտանի։ Նույնն էլ Հայաստանում է լինելու, ասենք Գյումրիում ռազմաբազա ունեն, հետո իմաստը։ Դուք հլը ինձ մի ամերիկյան կորպորացիա ցույց տվեք աշխարհում, որը գործում է որպես սովորական տնտեսվարող սուբյեկտ, չկա նման բան։ Այդ կորպորացիաները նաև զբաղվում են ամերիկյան, ուրեմն ապրելակերպի գովազդով, ամերիկյան, ուրեմն կրթության գովազդով, ամերիկյան արտաքին քաղաքականության գովազդով։ Ռուսական Գազպրոմ Արմենիան իր ջուրի մասնաճյուղը կոնկրետ ես ասեմ, ամենահագառուսական հիմնարկներից մեկն է։ Աբացույցներով թեմերը կտնեմ։ Փաստորեն։ Ու սա Ռուսաստանն է։ Գիտեք հարգելի Գայանե, եթե Ռուսաստանի արտաքին հետախուզության պետը Նարիշկին անունով է տագանքը, թուրքամետ, որը սերտ կապեր ունի, ասենք, բիզնեսմենների հետ, ասենք, արտաքին հետախուզության ղեկավարը բացի երկրի ղեկավարից ուրիշների հետ պետք է իրավունք չունենա նույնիսկ շփվելու, որտեղ դա արդեն շահերի բախում է։ Թե ռուսական արտաքին հետախուզության ղեկավարի ընտանիքի անդամները Թուրքիայի ամենահայտնի լողափերում Բոդրումում թե Մարմարիսում, արդեն չեմ էլ հիշում, ինչքան հիշում եմ Մարմարիսում։ Այո։ Մի քանի միլիոն դոլարանոց դղյակ ունեն, որտեղ հանգստանում են Լավրովը, որտեղ հանգստանում է Լավրովի ընկերուհին իր աղջկա հետ, էլ ինչի մասին է խոսքը։ Գիտեք, հարցը ինչ է, որ դա բացահայտել է Նավալնին։ Ես Նավալնին շատ հարցերում չեմ հավատում, բայց չեմ կարող չհավատալ, որտեղ մարդը փաստաթղթերով էր ցույց տալիս։ Դե փաստերի հետ հաշվի չնստելը անհնար է։ Պուտինի արտգործնախարարի ու արտաքին հետախուզության ղեկավարի մասին է խոսքը, որոնք, ինչպես մենք տեսնում ենք, ինչ որ բիզնեսմենների հետ են մոտիկ, ինչ որ ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, իդեմս նույն Թուրքիայի, ունեն անշարժ գույք։ Դուք հիշում եք, չէ՞, Տիբաժին Պուտինի հարցերին ինչպես էր վախվորած պատասխանում։ Գիտեք, ես էլ ասեմ ու վերջացնեմ։ Խնդրեմ, սիրով։ Պուտինը նորմալ ղեկավար լիներ իր երկրի համար, այն մարդիկ, ովքեր ուկրաինական պատերազմը սկսելուց առաջ իրեն համոզել էին, որ մենք 3 օրում Կիևը կգրավենք, այդ մարդիկ հիմա պետք է կանխաղան հանած լինեին, բայց այդ մարդիկ մինչև հիմա պաշտոններ ունեն։ Այդ նույն ուրեմն Նարիշկինը, այդ նույն գլխավոր շտաբի պետ Գերասիմովը, այդ նույն Շայգուն։ Դե Այդ արդեն խնդիրը հենց ռուսաստանյան փտած իշխանությունն է։ Հենց ռուսաստանյան փտած իշխանությունը։ Ես գիտեք արդեն չեմ հասկանում, Տյուչևը ճիշտ էր ասում, ումում Ռոսիա не понять։ Կամ Ռուսաստանը մեզ առուցախի առարգա հետ հարցրել արևմուտքի հետ, կամ Ռուսաստանը վարում է անմեղսունակ արտաքին քաղաքականություն։ շատ շնորհակալ եմ, պարոն Համբարյան։ Հետ վերադառնալով Ալենի այդ թեզին կապված ռազմաբազայի հետ, վաղը մյուս օր, եթե թուրքերը հաստատվեցին այստեղ, այդ նույն ռուսական 102-րդ ռազմաբազան նույն կարգավիճակը կունենա, ինչ Սիրիայում Խմեյնինը, շրջապատված թշնամիներով։ Շատ շնորհակալ եմ, պարոն Համբարյան, բավականին ուշագրավ, բավականին հետաքրքիր պատասխանների համար եւ ծավալուն մեկնաբանության համար։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ եւ կփորձենք նորից վերլուծել անցնող շաբաթվա իրադարձությունները։ Շատ շնորհակալ եմ ձեզ։ Խնդրեմ։